Աղջիկներս եկել եմ հողամաս, վլոգս մոնտաժեցի, տեղադրեցի և ասեցի գամ հողամասում մի փոքր գործ անեմ, քանի որ Էլինան ու Արսենս քնած են, ես էլ անցնում եմ գործի, նայեք թզի ծառը, այս անգամ ավելի ասենց բարգավաճիլ մեծացել է, ես խոտերը հանեմ, հիմնականում այս շները գալիս են ստեղ են, հովտեղ նստում, ոնց որ ուզում է անձրև գա, աղջիկեք ջան, Գյորգին ասեց Ստավրապոլ արդեն գալիս է, ասեցի Գյորգի ջան ուղարկի ստեղ, մտածում եմ գնամ բանջարեղենի վրա ջուր կապեմ, միացնեմ, բայց մի հատ ստեղ վետրո կար, սկեսուրս ծակել էր, լա տեսնեմ որտեղ է այդ վետրոն, հեսա, որ ջուրն ապորով տենց չկա էլի բերքու բարիքը ջարդի, այլ ինքը սիրուն իջնի մարգերի վրա, որ ասում է ամեն ինչի հնարը սկեսուրս գիտի, գնացինք, տանը միացնեմ, փախանը եթե լասես կանեմ, բազուկները արդեն կանգնում են աղջիկներ ջան, հույս ունենամ, որ լավ կլինի, բայց ոնց որ ուզում անձրևը գցի, բայց ինչ անեմ, որ ջրեմ, անձրևին որ նայեմ, չգիտեմ, կգա, չի գա, աստեղ առավոտ ժուկի դեմ դեղ սրսկեցի, ձեր հետ չեմ կիսվել, այս խոտերը, ինդեղ մի բան պահեց, սպասեք, ոնց որ գալիս է անձրևը, արի լա անձրև ջան, մի հատ լավ արի, հեսա, Էրիկ, մենակ կարկուտ չգա, սաղ, ջարդի, երեխեք էդ ինչ երեխեք Գյումրի, լացս եկավ, մեքենաներ, մի քանի վաղտ առաջել Ստեփանավանում էր տենց եղել, որ մարդիկ դժվարությամբ ստեղծում են ու մեկ է մի օր ամեն ինչ հավասարվում է հողին, այսինց քաշեմ, սարսափելի է, որ տանջվում ես, չարչարվում ես, ստեղծում ես ու ինչ է լինում, վարկյանների ընթացքում հայտնվում է կարկուտի տակ, այդ մեքենա սարքելն էլ 2 կոպեկ չի էլի, բավականին գումար անհրաժեշտ, հիմա ինձի պետքա, որ ես ինձ հավասար քաշեմ, ասեցի քախանեմ ստեղ, բայց շատ չորա, չեմ կարա թևահան կլինեմ, սպասեմ անձրև գա փապկի, նոր քախանեմ, միջև էդ սկեսուրս է կգա, սկեսուրս արդեն պետք է այսօր տանը լիներ, հետաձգես միջև ամսի 23-ը, 20 եկեք այս կողմից սկսեմ ջրելը, սենց դնեմ ու գնամ, լոբու մարգերս է վերջացրեցի սիրուններս, քախանա տեղել, շատ հնիշկան խոտ եմ հանել, դստեղ է սա կարտոֆիլ է, կարտոֆիլն է տենում եք տակ ինչ ընտիլ կարտոֆիլ կա, երեկ ասում Գյորգի իմանայ, այդ տարվա կարտոֆիլը չէի հանիք, թողնեի, այս տարիք նոր կհանեի, անցած տարվանից լավ է եղել, հին կարտոֆիլը, այս դուք ջուր չունեք, կերել ունեք, ջուր էլ ունեք, են մի հավը չի կարում ման գա, ոտերը բռնվել է,
Աչու ձախ ակնում գալը։ Անգած բահ եմ ման գալիս։ Բահը են վերևը։ Երեք կարտոֆիլ հանեցի մնաց ընդեղ։ Առաջին ջուրը կապեցինք։ Ասում են Աննա ջան, սխալ ես ջրում։ Առու կապի։ Կապել եմ աղջիկեք ջան, կապել եմ։ Ատենց բնականաբար են սկզբի տարվա նման չեմ անում, որպեսզի չվառի։ Առու կապելն էլ եմ սկեսուրիցս սովորել, հələ ինչքան ինչ կա, զիմել կա ստեղ, արդեն ծաղկում է։ Գնամ տակը կապեմ, պետք է որ ջուրը գա կանգնի։ Խոտերը հատուկ տենց ներսից չեմ հանել, որ ինքը խոնավություն պահի։ Լոլիկներս է արդեն ծաղկում են։ Աղջիկեք ջան, ձեռքի հետ էլ քախան կանեմ։ Ինքը արդեն որ փափկում է, դուրս կգա էլի։ Այ հիմա պետք է այստեղ կապեմ։ Ուշադիր լինեմ ջուրը չփախնի։ Աննա ջան, ինչ կմտածել, որ սենց գործերով առաջընթաց կունենաս։ Երբեք չէի պատկերացնի, որ ես կարամ սենց բաներ անեմ։ Ջրին հսկենք, այստեղ կարող է փախնի, այստեղ թումբցած էրա։ Միջև ինքը գնա, ես սխտորը կքախանեմ։ Միջև հասնի ինտեղ, ես մի քանի մարդ կբացեմ, բայց կարելի է սխտորները ջրեմ, անենց լավ է գլուխ տվե։ Էդ է որ չոր ես պոկում, արմատը մնում է ներսը, ավելի լավ է ջրեմ, նոր քախանեմ, որ մի գործս երկու չդառնա։ Բացենք, որ գնա, հետո նորից կփակենք։ Սիրուն գնում է։ Իսկ այն վերևը արդեն սիրուն կանաչել է։ Ձեռնոցներս ծակվել է ֆիրմնի։ Նորը պետք է գնեմ։ Աղջիկներս արդեն հասել են պղպեղներին, երկու մարկ արդեն ես 3-4 մարկն է ջրվում։ Ահա, լոլիկներից վերջացրեցի, որտեղ որ լոլիկները ճյուղավորված էր, փոքր է, հայ ընտակի հատվածներ, ինչպես տեսնում եք, լավ, այսպես սիրուն թեթևացրել եմ, որ արդեն պրոֆեսիոնալին ես էլի դառնում գործի մեջ անընդհատ անելով, հələ նայեք ինչքան քախան եմ հանել։ Հաջան, Հաջան, հա, հա, դա, ահա, լավ քախանը մաքրել եմ, աղջիկներս փայլացրել եմ, որ մի գրամ խոտ չկա, ջուրն էլ կապել եմ, երեկ եմ կերակրել, հիմա արդեն մնում է փայտերը դնեմ, կապեմ, որպեսզի իրանք ծանրությունից չջարդվեն։ Մնացել է այդ մի գործն էլ անեմ ու վերջ։ Ահա, այս մի երկու մարգն է մնացել ջրեմ, այսինքն մինչև վարունգները։ Դեռ հույս ունեմ, որ անձրև կգա,
Գոյնե կարտոֆիլն ու լոբիներն է կջրվեն, լոբիները արդեն ծաղկում են, կարտոֆիլներն են արդեն ծաղկում, այն վերևի հատված այդքան լավ չեն ծաղկել, աղջիկեք ջան, չգիտեմ ինչու, իսկ ստեղի կարտոֆիլները բոլորը ծաղկել են, սաղ եղած այսենց ջարդում են, Էդի մեր շունը չի, չեմ կարում կապեմ, հնենց է վտանգավոր հայացք ունի, կարողա կծի միամիտ Թե ում շունն է եկավ ստեղ մնաց ու չգնաց Ջուրբազ այսօր շատ խեղճ ասենց խելոք, չգիտեմ Երևի արդեն ծերացել է Չգիտեմ, մի տեսակ դուրս չի գալի Այսենց սիրուն խախան եմ անում աղջիկեք ջան, ահա, ամբողջը մաքրում եմ, այս զիմելները, որ իմ հոգին հանել են, նայք ստե փոքր կա, գնամ, էսի վերջացնեմ, երեխեքից կերակրեմ, սոված են, քնից արթնացել են, դեռ ոչ մի բան չեն կերել, Այսօր է քուցեյանում ես ջրել աղջիկեք ջան, ասի անձրև, հետ էլ անձրևը տեսնում եմ չի գալի, չի ուզում գա Լավ դե Աննա ջան, մի ալարի անցի գործի, ալարելով արդյունքի չես հասնի, էլի պետքա շարժվես Նստաստեղ աղջիկեք ջան, գործ առաջ չի գնա Սիրուն, մաքրվի Առավոտ է, որ մի հատ լավ արևանի, ընտիր կլնի։ Նայք տզում է։ Ասում են Աննա ջան, այդ ապարատ ինչի համար է։ Կրիսների, աղջիկներս, մկների, ինքը ձայնը հանում, իրանք փախնում են։ Եվ սողունների։ Եկել է, այն մյուսն էլ է եկել, այն էլ պետք է բերեմ, տեղադրեմ։ Ու ձեր ասելով արդեն սապոկներ եմ հագել, ասում են Աննա ջան, ավելի եսպես ուշադիր լինելու համար սապոկներ հագիր, հիմնականում տապշկեքով էի գալիս կամ այդպես կարճ կոշիկներով, հա։ Հետո ասեցի, չէ, աղջիկեքս ճիշտ են ասում, եթե միամիտ գայել, գոյնե չխփի էլի։ Սապոկները որ մեկ է հող ճիշտ է շատ շոք է, բայց դե ինչ անեմ, էտա վախը որ ընգնում է մարդու ջան շատ դժվարությունով է դուրս գալի, արդեն զգոն ես լինում, ավելի ուշադիր ես լինում այն որ աշկովը տեսնում ես ուրիշ բանա լսելը, ուրիշ բանա տեսնելը Տեսնելուց հետո ասմա լավա մի անգամ տեսնես, քան 1000 անգամ լսես Հիմա այդ է Բայց գալու է անձրև Գա գոյն է կարտոֆլին ու լոբին է ջրի Ես քան հողը շատ մեծ է, ես միջև ես քանը ջրեմ Կյանքիս կեսը կգնա Դե ինչ ես տստզում Վաղը որ չորանա արդեն ես խոտերը, չնայած խոտերը պահում է ջուրը երկար է մնում հողի մեջ, չի գնում հա, այն կողմերի վրա Մի մասը կհանեմ, որ նորից չարմատակալի հողի մեջ էլի Սիրուններ ջան Գնանք մի հատ միասին կոֆե խմենք, բայ, հա չէ, ես ասեցի պղպեղը պոկեցի, մի հատ միասին կոֆե խմենք, երկար վաղտա չենք խմել, ես հավեսի եմ կծում, չէ, աղջիկեք ջան, բայ, փախավ, որովհետև այստեղ տեղ չունի գնալու, տեսակ, 2 րոպե աշկս շեղեցի, փախավ ջուրը, Ուր ես փախնում, հա? Դու քանի գլխի տեր ես, որ ինձանից փախնում ես։
Շատ ու շատ իր պետք է լինես էլ ես գործում շատ Այն այստեղ փակեմ միջև գա հասնի այս են սիրուն փակում եմ լոլիկներս լավացան փարկասը աղջիկներս ժամը արդեն 7-ն է ժամը 4-ից հողամ ասում եմ տեսակ ջուր կապեցի Այստեղ երկու մարկ ազատ ունեի, բերեցի սալատներ, շիթիլարեցի, ինչպես ասեցի գլինումա, ասեցի մի հատ փորձեմ, ասողին լսող ա պետք, եթե լսում ես պետքա գործես, որպեսզի համոզվես արդյոք կաշխատի, թե ոչ։ Հիմա ստեղ էլ եմ ուզում քախ անեմ, ստեղ է սալատ դնեմ, որովհետև սալատի շիթիլը շատ է, բայց ներկապային չեմ կարող քախան անել, որովհետև ստեղ հողահավոր չոր է ու չի դուրս գալիս, հա, արմատով։ Լոլիկներն ինչ լավ են իրանց զգում, բա պղպեղները հավեսս եկավ երեխեք, համ լավ մաքրվեց, սենց փայլեց, համ էլ սկսեց աշխատել։ Այդպես աղջիկներս նույնիսկ գրել եք Աննա ջան սալաթով կարող եք տապակել, սալաթը կարող եք տապակել, ինչպես որ սպանախն եք տապակում։ Հիմա գնում եմ հավաքեմ, որպեսզի տանեմ տապակեմ, մի հատ համը տեսնեմ առաջին անգամ եմ տապակելու, չգիտեմ, եթե դուրս եկավ, հաճախակի կանեմ։ Ժամը 7-ն է, տուն եմ գնում, երեխեքս արդեն ինձ են սպասում, սոված, որ ամոթն էլ լավ բան։ Գործը գործ, բայց այսօր շատ գոհ եմ երեխեք, այսօր բավականին գործ եմ արել։ Էլ սող քախանել, էլ ասում եմ սող լոբի, արդեն լոբին աշտի սող է երևում։ Տեսնենք հավերը ձուն են, թե չունեն, որպեսզի սալաթը գնանք աղցանը պատրաստենք։ Այն մանր սալատներն է բերել եմ, որպեսզի հավերը ուտեն։ Առավոտ քուջուչ կանեն։ Սող ունեմ տանը, հեն օրը քախան արեցի, էլի դու սա եկել ես զիմելը, սող ունեմ տանը, համեմից կա հավաքելու, ջրեցի մի թեթև, վաղա կհավաքեմ, բավականին սարցեխցիկ եմ ուղարկե, ռեհաններս լնեք, ինչքան են լավացել, վաղենի տեսնեմ ոնց եմ կապում, ինչ եմ անում, որ ռեհանները ազատ լինեն, փորացնեմ էլի, այն կոմի սալատները լավ փարթամա, խաղողի տակի, հավաքեմ, տանեմ, տապակեմ, իսկ այստեղ բազուկներս են, արդեն կանգնում են, պարկասու չչորացան, կաշխատեն, եթե լավ տեր լինես, ույշ լավ կամի եկավ, կաղա անցրև գա, արի էլ ինչ կլնի, անցրևին կարոտ մնացինք, արի բանջարեղենը ջրվի, չորանում է, եթե չէ տեսնեմ վաղը կարամ ջրեմ, ուղղակի իրանց առու կապելը շատ դժվար կլինի, կամ մի անգամից վերևից կգցեմ, սենց ջուրը կիշնի ներքև, հալա տեսնենք լուսը բացվի բարին հետը, տեսնենք ինչ ենք անում, աղջիկներս ուզում էի սալատ տապակել, ինչպես որ դուք էիք ասել ձվով, բայց որոշեցի սալատ պատրաստել աղցան, քանի որ տան ունեմ վարունգ, լոլիկ, սող, այնտեղ մի քանի հատ սենց մեր հողամասի թարխունից են ու թարխունը չեմ ավելացնի, մի փոքր բուսայուղ կավելացնեմ, աղ, մի փոքր կարմիր պղպեղ կամ սև և մի փոքր լիմոնի աղ, որովհետև տանը ներկապահին չունեմ լիմոնի աղ կավելացնեմ, երեխեքը ջուրը եռացրին գնացին, ուզում են թեյ խմեն,
բայց մոռացել են թեյի մասին։ Եկեք ես արագ իմ գործս անեմ, քանի դեռ չեն հիշել ու չեն եկել ինձ զբաղացնելու։ Նոր հաց կերամ վերջացրի ու գնացին, մոռացան երևի հիմնական պատճառը ինչի համար էին հավաքվել։ Դրա համար ես պահը կօգտագործեմ եւ իմ սովետը կպատրաստեմ, որպեսզի վայելենք իրիկունը։ Թեթև է, էլի թեթև սնունդ է, երեխեք ջան։ Սպասեք սուլտանակը վերցնեմ։ Տակ, հենց էլ ընտիր է, երեխեք ջան։ Էսը խաղողի վազի տակ է եղել, սենց ընտիր մեծացել է, էլի ազատ է եղել իր տեղը։ Վաղն է կհավաքեմ, ծվով կպատրաստեմ, տեսնեմ ինչպես է լինում համը ոնց է։ Ես ընդհանրապես չեմ տապակե, բայց աղջիկեքիցս գրել էին, չգիտեմ մեծ ալիքում, թե փոքր չեմ հիշում։ Այնքան աղջիկներ ջան մեկնաբանություններ ունեմ չպատասխանած, որը որ հարցեր է եղել կարևոր, ինչ որ ասենք ցանկացել են, կլինի արտիկուլ եւ այլն, այդ ուղարկել եմ, բայց այն ձեր սիրուն խոսքերը չեմ անտեսել աղջիկեք ջան, ուղղակի այն որ ժամանակից մեջ չեմ տեղավորվում, նայում եմ, ուրախանում եմ, այդ պահին չեմ կարողանում պատասխանել ու այդպես հավաքվել է տեսանյութերի մեկնաբանությունները, բայց շուտով ես գործերս, որ մի փոքր թեթևանա արդեն Հայաստանում լինեմ, իրիկունները կպատասխանեմ, թե Հայաստանում էլ ընդեղ էլ էլի օրը շատ արագ անցնում, նույնիսկ չես հասցնում, կարող է կառնես Հայաստանից, էլի մինչև աչքդ բացում փակում ես, արդեն տուն գալու ժամանակն է, ասեք, որ դա այդպես է։ Երևի ստեղ ավելի շատ հանգիստ լինեմ, քան Հայաստանում։ Երեխեք, թարխունը նենց համով է, փոքր ժամանակ գժվում է թարխունի համար։ Հայաստան միշտ թարխունը առատ է եղել, այստեղ հազվադեպ են վաճառել, հատկապես հիմա այստեղ գյուղում, զատիկ ինքնից հիմա արդեն ունեմ, լավ մշակեմ, որ լավ հավաքեմ։ Արդեն իրանց լվացել եմ, ուղղակի ես վերջույթներն եմ խտրում։ Տեսակ անձրև չեկավ։ Հույսս դնելու է եղանակի վրա, բանջարեղենս պետք է չորանուր։ Գորգին ասեց Ստավրապոլ գալիս է, ասեցի ուղարկի ստեղ, բայց ստեղ չեկավ։ Որ Ստավրապոլ ու ստեղ ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է։ Այնտեղ եկել է, այստեղ ոչ։
Արդեն ախորժելի տեսք ունի։ Մի փոքր լիմոն ավելացնեմ ու լավ խառնեմ։ Գյորգին սիրում է թթու։ Խառնում ենք ու համը տեսնում։ Երեխեք ջան, անենց համով է։ Էլ կարմիր պղպեղ, սև պղպեղ չավելացրեցի։ Ինքը հենց այս ձև շատ համով է։ Լիմոնյաղը մի փոքր շատ ավելացրեցի, որովհետև Գյորգին շատ թթու է սիրում։ Ու այն որ իրոք շատ համեղ է։ Ահա, եկեք վայելենք։